Իրակում դուք աղեղնավոր եք։ Ձեր կյանքը կգան ոչ սովորական գործընկերներ, զուգընկերներ, ձեր շրջապատը կարող է փոխվել, կարող եք փոխել ինքներդ ձեզ։ Ուրանը երկորյակում դա տեսեք, երկորյակը նաև ձեր գոլեգաներն են։ Հնարավոր է մասնագիտությունը փոխեք, հենց այդ դաշտում են ձեր կյանքում հայտնվում են ոչ սովորական մարդիկ։ Ուրանը նաև աստղաբանությունն է, ուրանը նաև IT տեխնոլոգիաներն են։ Այո, եթե դուք համապատասխան կրթությունը ունեք, ապա օգնող հանգամանքներ կլինեն, որպեսզի դուք ընդլայնեք ձեր եւ գիտելիքների այդ պաշարը եւ նաեւ այնտեղ 11-րդ տանը տեսնում եմ կարևոր դիրքավորում, այնտեղ էլ նաեւ գաղափարակիցների եւ ընկերների շրջանակներ ընդլայնեք եւ այդ ամենը կտա ձեզ համաշխարհային ճանաչում։ Ուրանը ինչևէ անսպասելի իրավիճակներ կբերի ձեր կյանք, դա հունիս ամսին կարող է լինել, երբ որ մոլորակները արդեն տեղափոխվեն երկորյակ, սեր առաջին հայացքից կարող է լինել անսպասելի բաժանում, անսպասելի միացում, հա։ Այսպես չեք հասկանա ինչ կկատարվի, բայց գիտեմ, որ աղեղնավորները իրենք շատ բարի նշան են, իրենց ղեկավարը Յուպիտերն է, առաջին ղեկավարը Յուպիտերն է, երկրորդը Նեպտունն է, իսկ ձկների մոտ էլ առաջինը Նեպտունն է, երկրորդը Յուպիտերը, այսինքն մոլորակները իրենք օթևաններ ունեն այդ կենդանակերպերում, որտեղ լավ են զգում։ Հիմա աղեղնավորներին ես միշտ ասում եմ, որ առանց պատճառի իրենք լավատես են, միշտ իրենք ժպտում են։ Շատ եմ հանդիպել աղեղնավոր կին կար, ասում է, ես միշտ իմ տրամադրությունը բարձր է, ես որ գնում եմ ստուգվելու, իմ էնդորֆինը բարձր է լինում։ Եվ ինքը միշտ ժպտում է, այո, քանի որ ձեզ հովանավորող մոլորակը այսպես իր թևերը փռած, ձեզ տալիս է լավատեսություն, բայց խոյերի նման մի քիչ չկորցնեք այդ չափի զգացումը։ Խոյերն էլ են շատ լավատես, բայց երբեմն շատ են շտապում, հա, չդեղացնենք մեր խոյերին, որտեղ յուրաքանչյուր կենդանակերպ այս 12 կենդանակերպերը իրենց փոխ լրացնում են, որտեղ խոյը եթե շտապում է ակտիվ է, ագրեսիվ է, կշերքը ավելի հանգիստ է, էսթետ է, պետք է ներդաշնակ։ Այսինքն ով ավելի համապատասխան կլինի հարաբերություններում խոյին։ Խոյին բնականաբար աղեղնավորը եւ առյուծը, իսկ կարիճներին ձկները եւ խեցգետինը, բայց տեսեք, այսպեսի մի բան, սիրելի Աննա, քանի որ ես պրոֆեսիոնալ մակարդակով եմ զբաղվում աստղաբանությամբ, այդ աստղային քարտեզը մեր 12 կենդանակերպերին այս պահին երկրակենտրոն հաշվարկ է, նայում ես վերև, կարծես եւ իրենք այդ